Բարի օր, սիրելի հետևորդներ։ Այսօր կրկին իմ կանաչ դրախտը հաղորդաշարն է եւ կրկին կխոսեմ բարձրարժեք կանաչեղենի մասին կամ խոտաբույսերի մասին։ Այսօր կխոսեմ հազրեվարդի, ինչպես բոլորդ գիտեք, ռոզմարին, հաճախ անվանում են նաև խնկոնի։ Ինչու խնկոնի? Ես ասեմ, որ այս բույսից ստանում են նաև խունկը, որը որ բոլորս գիտենք, օգտագործում ենք եւ բժշկական նկատառումներով եւ ընդհանրապես հազրեվարդը օգտագործվում է ճաշատեսակների մեջ, հատկապես մսեղենի եւ պատրաստում են տարբեր թուրմեր, թեյեր, որոնք հատկապես օգնում են ինսուլտից հետո վերականգնելու, այսինքն վերականգնման շրջանը շատ արագ է կատարվում։ Ինքը մի քիչ քմահաճ բույս է եւ Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում բացառությամբ մեղմ կլիմա ունեցող գոտիներում ցրտահարվում են ձմռանը։ Հետևաբար մենք աշնանը տեղափոխում ենք ջերմոցներ կամ նկուղ կամ սենյակ եւ գարնանը նորից բերում ենք բաց գրունտ։ Ես նշեմ, որ ինքը բազմանում է եւ արմատային հատվածներով եւ բազմանում է կտրոններով։ Եկեք առաջինը կատարենք կտրոններով տնկումը, տեսեք։ Կտրում ենք մոտ 1 թիզ, նայեք, այսինքն նոր մոտ 10 սանտիմետր։ Այս տերևները առանձնացնում ենք, իմիջիայլոց սրանք կարող ենք նաև օգտագործել համեմունք պատրաստելու համար։ Կտրում ենք ծայրը, ես արդեն ձեզ բացատրեցի նախկին անգամ ինչու, որպեսզի արմատային համակարգ ավելի զարգանա։ Միանգամից մի քանի հատ կտրենք, որպեսզի դուք մեկ անգամ եւս, այսինքն ավելի լավ պատկերացնեք։ Նորից կտրում ենք բոլորի աճման կոները, որպեսզի տնկելուց հետո ուժը տա արմատային համակարգին։ Խփում ենք, վնասում ենք եղևը, որպեսզի արմատակալումը ավելի հեշտ ընթանա։ Այնուհետև տեսեք, այսպիսի մարգեր ենք անում այսպիսի եւ թեք վիճակում, այսպիսի թեք վիճակում դնում ենք հողի մեջ։ Ինչու թեք, որպեսզի քամիներից եւ այլ ցրտից չվնասվի։ Այնուհետև հող ենք լցնում, ամրացնում ենք, մի քիչ հեռու ակոս ենք անում նորից եւ միշտ պահում ենք խոնավ վիճակում։ Ես արդեն ձեզ բացատրել եմ ինչպես ենք անում, որ ջուրը համարչած բացվի։ Այս կտրոններով բազմացման մասին է։ Հաջորդը ուղղակի արմատային համակարգով բազմացման մասին է։ Տեսեք, հիմա նայեք, նույնիսկ տեսնում եք, չէ, այն ճյուղը, որը ընկել է հողի վրա, կրկին արմատակալել է։ Երբեմն մենք բազմացնում ենք նաև անդալիսով։ Նախ այս արմատակալածը կտրում ենք, արդեն սա պատրաստի բույս է, տեսեք։ Մի հատ էլ ցույց տամ, տեսնում եք արմատը։ Ինքը կպել է հողին եւ անմիջապես արմատակալել, ինքը պատրաստի բույս է։ Այս մեկը, քանի որ մենք նայում ենք, այլ նոր բույս չկա, մենք ուղղակի տնկում ենք հողում, ինչու խորը, նորից եմ ասում, մինչև ցողունի վզիկը եւ կարող ենք, տեսնում եք, այս ճյուղերը իջեցնել եւ ծածկել հողով։ Պատկերացրի կողքի ճյուղերը։ Ուղղակի մտցնել հողի մեջ։ Տեսեք, իրենք հետագայում կտան, տեսեք, այս մեկը, այսպես, լավ կլինի, որ անդալիսից հետո կրկին պոկենք աճման կոները, այդ դեպքում արմատակալելը շատ ավելի հեշտ կստացվի։ Հիմա, ինչու, քանի որ ես արդեն ասել եմ, որ երբեք չի կարելի ցողունը ջրել, հետևաբար այս ակոսը, այս անցքը ջրելու համար անում ենք ցողունից հեռու։ Տեսեք, ջուրը այնքան պիտի լցվի, ինքը արդեն կծծվի եւ կհասնի արմատներին։ Երբեք մի անհանգստացեք, որ ջուրը չի հասնում արմատին։ Ոչ, միշտ հիշեք, ոչ թե ջուրը պիտի հասնի արմատին, այլ արմատը ձգտի դեպի ջուրը, որպեսզի բույսը ավելի առողջ լինի եւ ամուր։ Հաջորդը, քանի որ այս արդեն մենք ունենք բույսը, սրա համար որևէ բան պետք չի։ Ակոս սովորական փոսիկ ենք անում եւ դնում ենք արդեն պատրաստի բույսը։ Այստեղ ունենք բազմացման 3 եղանակ՝ անդալիսով,
տեսեք, ինքը արմատային մացառներով եւ կտրոններով։ Հազրեվարդը բավականին թանկ է շուկայում եւ հատկապես էլիտար ռեստորանները, հյուրատները ձեռք են բերում եւ կիլոգրամը ընդհանուր հասնում է մինչեւ 15000 դրամ եւ ավել չոր մթերքի։ Դուք կարող եք ինքներդ այցելել սուպերմարկետներ եւ նաեւ այնտեղից գնել ուղղակի կանաչ այդ հազրեվարդերը եւ բերել բազմացնել ձեր տանը։ Դե ինչ, շնորհակալ եմ եւ կրկին խնդրում եմ տարածել իմ YouTube-յան էջը, հետևել, որպեսզի բոլորս միասին օգնենք, որ Հայաստանում եւս բարձրանա գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական մթերքների արտադրության արդյունավետությունը։ Շնորհակալ եմ։